Ստրկությունը աշխատանքի այլասերված դրսևորումն է և ունի հակաաստվածային, հակամարդկային և հակաբնական բնույթ։ Պատահական չէ, որ Տասնաբանյան Աստծո 10 խոսքերը սկսվում են հենց ազատագրման վկայակոչմամբ. Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ ազատագրեցի ստրկության տնից։ Ինչու է Աստված միջամտում և իրականացնում ստրկությունից մի ժողովրդի ազատագրում։ Նախ, որովհետև ուխտի մեջ է այդ ժողովրդի հետ և հավատարիմ է իր ուխտին։ Բայց հաջորդ կարևոր հանգամանքը, սա պայմանավորված է նրանով, որ Աստված Տեր է։ Եվ այդ Տեր լինելու բովանդակությունը լավագույնս բացահայտվում է Ելից 6-րդ գլխում, որը եթե բաժանենք 3 հատվածի և սկզբում, և միջնամասում, և վերջնամասում, հենց հնչում է այս միտքը. ես եմ Տերը, ես եմ Տեր Աստվածը, որը բացահայտում է բովանդակությունը Աստծու որպես ազատարար։ Ինչու է միջամտում։ Որովհետև ժողովուրդը գտնվում է ստրկության մեջ, տառապանքի մեջ, հեծեծանքի մեջ, չունի ազատություն, չունի արժանապատվություն, բայց սա չէ միայն պատճառը։ Հին ժողովուրդների մոտ, հնագույն շրջանում, ստրուկը մարդ չէր համարվում, համարվում էր իր։ Հետևապես այստեղ ոչ այնքան ազատության խնդիրն է, որքան գոյության խնդիրն է։ Այսինքն մարդը լինելով ստրուկ, այսինքն ենթակա իր կամքից անկախ, իր ստեղծագործական կարողություններից անկախ, իր արժանապատվությունից դուրս ծանր կեղեքիչ աշխատանքի դադարում էր մարդ լինելուց։ Ուրեմն Աստծո միջամտությունը ոչ միայն ստրկությունից դեպի ազատություն, այլ նաև չգոյությունից դեպի գոյության բերելն էր։ Մանավանդ մի ժողովրդի, որի նախահայրերին խոստացել էր ժառանգություն և խոստացել էր, որ լինելու է իր ժողովուրդը։ Ուրեմն այս տեքստում նախ մենք տեսնում ենք ստրկության տնից դուրս բերելու այդ ամբողջ շրջանը։ Եվ կա մի բանալի բառ, որ է փրկագնել։ Ինչ էր սա։ Սովորաբար փրկագնելը հին ուխտի ժողովրդի մոտ որևիցե մեկի ազգականի պարտականությունն էր։ Օրինակ, մարդը պարտքերի մեջ է և ստիպված է իր ժառանգությունը, իր հողակտորը կամ անշարժ գույքը տալ պարտատիրոջը, հետևապես զրկվում իր ժառանգությունից։ Ազգականը պարտավոր էր օգնության հասնել, փրկագնել այդ ժառանգությունը և պահել տվյալ տոհմի ներսում։ Ասեք հողի սրբազան արժեք, ունեցվածքի սեփականության սրբազան արժեք։ Երկրորդ կողմում կարող էր պարտքերի պատճառով նաև ինքը ստրկության տրվել։ Դարձյալ ազգականը պարտավոր էր փրկագնել նրան և չթողնել, որպեսզի իր ազգականը մատնվի ստրկության։ Ասել է, թե փրկագնում էր նրա ազատությունը, արժանապատվությունը և գոյությունը։ Եվ հիմա այստեղ Աստված հանդես է գալիս մի տեսակ ուխտի ժողովրդի ազգականի կարգավիճակում, դերակատարության մեջ, հասնելով, փրկագնելով, ապահովելով իր ժողովրդի ազատությունը, արժանապատվությունը և գոյությունը։ Երկրորդ քայլով արդեն տրվում է, որ
Նրանք լինելու են իր ժողովուրդը եւ ինքը լինելու է նրանց Աստվածը։ Եվ այս ուխտը կնքվում է արդեն անապատում։ Ստրկության տնից ազատագրությունից հետո Սինա լեռան վրա։ Եվ եթե մենք դիտարկում ենք եզրաբանությունը, այստեղ շատ խորը ընկած է իրավաբանական եւ ամուսնական եզրաշերտը։ Մի տեսակ հաստատվում է Աստծո եւ ուխտի ժողովրդի միջև ամուսնական կապ, պայմանավորված նաեւ հավատարմությամբ։ Եվ երրորդ արդեն քայլը ժառանգության պարգևն է, արդեն ավետյաց երկրում։ Դարձյալ կապ ունի ամուսնության հետ։ Ինչ իմաստով։ 5 կտակարանի տեքստերից մենք տեղեկանում ենք, որ ամուսնության կամ պսակադրության այդ արարողությունը իր ավարտին է հասնում այն ժամանակ, երբ որ հարսը մտնում է Փեսայի տուն։ Օրինակ Իսահակի ամուսնության դրվագը կա։ Այս դեպքում Աստված եւ ուխտի ժողովուրդ այս ամուսնական կապը իր ավարտին է հասնում, երբ այդ ժողովուրդը մտնում է ավետյաց երկիր եւ ստանում է որպես ժառանգություն։ Այս ազատագրումը, որ կատարվում է տեր-ստրուկ հարաբերությունից անցում դեպի Աստված ժողովուրդ ուխտի անցում, նոր ստրկություն չէ արդեն։ Երկու դեպքում էլ ժողովուրդը ունենում է տեր։ Եգիպտոսում տերը փարավոնն է, որի հետևանքը ստրկությունն է։ Ավետյաց երկրում տերը Աստված է, որի արդյունքը ազատ արժանապատիվ գոյությունն ու աշխատանքը եւ կյանքն է։ Հետևապես, որքան մենք կախված ենք Տիրոջից, Աստծուց, այնքան ավելի ազատ ենք։ Եվ որքան հեռու, խորտ, օտարացած ենք Աստծուց, այնքան ավելի մոտ ենք ստրկությանը։ Ինչպես է լինելու այս ազատ ժողովրդի աշխատանքի բնույթ։ Ուրեմն առաջի կետ, որպես այս ազատության նշան, տրվում է հանգստի պատվիրանը, շաբաթվա պատվիրան կոչվածը 4-րդ պատվիրանը։ Մարդը երբ ստրկության մեջ է, ինքը չի որոշում, երբ պիտի հանգստանա։ Եվ դեռ հարց է, նրան հնարավորություն տրվում է հանգստանալու թե ոչ։ Օրինակ Մովսեսը երբ դիմում է փարավոնին, որպեսի ժողովուրդը դուրս գար Եգիպտոսից գնալու պաշտամունք մատուցելու Աստծուն, ինչ է պատասխանում փարավոնը։ Ասում է դուք ծույլ ժողովուրդ եք, ասում է, չեք սիրում աշխատել, այնինչ ամբողջ օրը աղյուս էին թրծում, ծղոտ էին հավաքում, առավոտից երեկո կեղեքող աշխատանքի մեջ էին։ Այսինքն ստրուկը ինքը չի որոշում, իր փոխարեն որոշում են եւ հիմնականում որոշում են աշխատացնելով։ Եվ հիմա երբ տրվում է շաբաթվա պատվիրանը որպես հանգստի պատվիրան, սա արդեն սոցիալական արտոնություն չէ։ Պատվիրանով ամրագրվում է մի բան, որը բացարձակ իրավունք է, աստվածատուր է մարդու հանգստանալու իրավունքը։ Եվ բացարձակ է այն իմաստով, որ պատվիրանի մեջ նշվում է պետք է հանգստանան ուրեմն հայրը, մայրը, որդին, դուստրը, աղախինը, ծառան, անգամ անասունները աշխատող։ Սա ուրեմն առաջին։ Երկրորդ, Սուրբ գրքում մի հետաքրքիր դրվագ կա, որը մեզ բացահայտում է աշխատանքի ամենավսեմ դրսևորումներից մեկը, որ է ծառայությունը։ Տեսեք, երբ դիտարկում ենք 40 տարվա անապատային կյանքը, մենք տեսնում ենք, որ այնտեղ գրեթե աշխատանք չկար։
մանանան ստանում էին, հավաքում էին, ուտում էին, քայլում էին։ Մի տեսակ աշխատանքի առաջին դրսևորում մենք տեսնում ենք վկայության խորանի կառուցումը։ Վկայության խորանը պաշտամունքի վայրն էր։ Նախատիպը ապագայում ավետյաց երկրում, արդեն նստակյացության պայմաններում տաճարի կառուցման նախատիպն էր այդ տաճարի Երուսաղեմի։ Եվ ինչ ենք կարդում Ելից 35-րդ գլխում։ Նախ այստեղ ցույց է տրվում, որ աշխատանքը որպես ծառայություն պաշտամունքային ծառայություն է, որը կատարվում է ազատ, անվարձահատույց եւ ստեղծագործական։ Մովսեսը կանչում է ուրեմն առաջնորդներին, ցեղերի եւ ասում է, որ դիմեք ժողովրդին, ասեք, ում սիրտը ինչ կցանկանա, թող բերի, որպեսզի կառուցենք մեր պաշտամունքի վայրը։ Եվ այդպես է լինում է։ Ով ինչ ուզում էր, բերում էր, այդպես էր ծառայությունը մատուցում։ Երկրորդ, ով ինչ հմտություն ունի, որը կարող է ներդնել վկայության խորանի պաշտամունքային վայրի կառուցման գործում։ Եվ այստեղ նշվում է, որ Աստված շնորհեց նրանց իմաստության, հանճարի, հմտությունների ոգի, այսինքն օժտվածություն ձեռք բերեցին, որը պարգև էր։ Եվ այստեղ մենք նաև տեսնում ենք արվեստ, արհեստ, ստեղծագործականություն, ինչի կարիք կար։ Գծագրության, քանդակագործության, փորագրության, ասեղնագործության, որպեսզի վկայության խորանը պաշտամունքի վայրը իր ամբողջ շքեղությամբ ներկայանար։ Եվ սա, որպես աշխատանք, մենք տեսնում ենք ազատ դրսևորում, սիրով, պարտադրանք չէ, մարդու ցանկությունն է։ Երկրորդը անվարձահատույց, այստեղ էլ հետաքրքիր է, որ բացահայտվում է աշխատանքի մեկ այլ ճշմարտություն։ Աշխատանքը, այո, մարդուն տրված է, որպեսզի կարողանա իր կենսական կարիքները հոգա, այսինքն ապահովիր կյանք, իրացնիր կյանքի իրավունք, աշխատանքի միջոցով ստանա արդյունք, պտուղ, որը կօգտագործի իր համար։ Բայց սա աշխատանքի բնույթը կիսատ է ներկայացնում։ Աշխատանքը նաև տրված է մարդուն խորը հոգևոր բավականություն ստանալու համար։ Դա հատկապես մենք տեսնում ենք ստեղծագործող մարդկանց կյանքում։ Այո, սա աշխատանքի իդեալական պատկեր է։ Այսօր մենք ունենք տնային տնտեսուհիներ, գործարաններում աշխատող ուրեմն հայրենակիցներ, մեր կյանքը նաև ձանձրալի աշխատանքների շղթայից է բաղկացած։ Բայց Սուրբ Գիրքը տալիս է աշխատանքի իդեալական մոդելը, որպեսզի մենք ձգտենք դրան։ Նախ ստեղծելու մեր սեփականությունը, սեփական քրտինքով, եւ երկրորդը ինքնաիրացման ճանապարհով այն շնորհները, որ տրված է մեզ, հասնելու նաև հոգևոր վայելքի, տեսնելով արդյունք։ Ուրեմն, եթե այս հատվածը ամփոփելու լինենք, տեսնում ենք, որ փաստորեն աշխատանքի բարձրագույն, վսեմագույն ձևերից մեկը պաշտամունքային, կարելի ասել, ծիսական ծառայությունն է, որին կոչված են բոլորը հասարակության։ Ոչ միայն պաշտամունքին նվիրված սպասավորները, այլ նաև այդ պաշտամունքից օգտվող ուրեմն մարդիկ, համայնքը։ Հիմա սա նաև շատ օգտակար է մեր քրիստոնեական համայնքի ձևավորման, կատարելագործման տեսանկյունից։ Տեսեք, այո, մենք
որպես քրիստոնյաներ տարբեր բնակավայրերում ունենք մեր պաշտամունքային վայրերը, որտեղ գնում ենք, աղոթում ենք, ապաշխարում ենք, Սուրբ Պատարագի ենք մասնակցում, բայց նպատակը ո՞րն է։ Նպատակը եկեղեցի, ասել է թե հոգևոր համայնք, համերաշխություն ստեղծելն է։ Հետևաբար յուրաքանչյուրս ենք կոչված աշխատանքի, ասել է թե ծիսական ծառայության միջոցով բարելավելու մեր միջավայրը, դարձնելու համայնք, որտեղ յուրաքանչյուրս ապրում ենք ընդհանուրի շահով։ Երբ սա տիրապետող է, յուրաքանչյուրը օգտվում է։ Երբ սա տիրապետող չէ եւ ընդգծվում է մարդու անատական շահը, տուժում են բոլորը։ Հիմա դիտարկենք, թե ավետյաց երկրում ազատ ժողովուրդը ինչ զգուշացում է ստանում։ Այս դիտարկման համար լավագույն տեքստը կարող է լինել Երկրորդում նորինած 8-րդ գլուխը, որից նաև Հիսուս մեջբերում է կատարում փորձության ժամանակ։ Մարդը ապրում է ոչ միայն հացով, այլ նաև Աստծո բերանից դուրս եկող խոսքով։ Ուրեմն այս տեքստում նախ նկարագրվում է, թե ինչպիսի ծանր փորձությունների միջով անցավ ուխտի ժողովուրդը անապատում։ Ստացավ պարգև, երկնքից փորձվեց, հավատարիմ է Աստծուն թե ոչ, պահում է պատվիրանները թե ոչ, ապա անդրադարձ է կատարվում, թե ինչ ստացավ որպես ժառանգություն այս ազատագրման արդյունքում ստրկության տնից։ Ստացավ մի երկիր, որը խոստացված երկիր էր իր նախահայրերին, Աբրահամին, Իսահակին, Հակոբին, որտեղ կաթ է հոսելու, մեղր է հոսելու, այդտեղ նկարագրվում է սքանչելի բնություն, ծառեր, բուսականություն, կենդանական աշխարհ եւ այլն, մի տեսակ այսպես դրախտային մի վիճակ։ Բայց հենց այստեղ է թաքնված վտանգը, որը բացահայտում է 3-րդ հատվածում տեքստի։ Ասում ես զգուշ կլինեք չմոռանալ, որ երբ առատ հաց կունենաք, տներ կկառուցեք, բարոր կերպով կապրեք, չմոռանաք, որ դա Աստծո շնորհքն է։ Չասեք հանկարծ, որ սրանք ձեր շնորհքն են։ Բառացի հնչում է այսպես. քո մտքում չասես, իմ ուժով ու ձեռքի զորությամբ եմ տիրացել այս մեծ հարստությանը, այլ հիշիր Տիրոջը քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար։ Ուրեմն այս տեքստը մեզ տալիս է տվյալ բանաձևը։ Մի մոռացիր եւ հիշիր։ Մի մոռացիր, որ ստրուկ էիր եւ հիշիր, որ Աստծո զորությամբ ազատագրվեցիր եւ այն ամենը, ինչ որ մենք ունենք այս կյանքում, նախ եւ առաջ Աստծո պարգև է, որը մեր շնորհներով, հմտություններով, աշխատասիրությամբ գործադրում ենք, ստանում ենք պտուղ։ Եվ տեքստի վերջում հիշեցնում է, եթե կմոռանաս, ապա նորից կվերադառնաս ստրկության մեջ։